ինքս համար իրականում խնդրահարույց էր իրավական ակտի առկայությունը, երբ առանց լայն հանրային քննարկման ներկայացնելու այն միանգամից հայտնվում է draft համակարգում, դեռևս նախորդ տարի հոկտեմբեր ամսվանից սկսած եւ պատկերացրեք այդ պահից սկսած արդեն այն մասնագիտական հանրույթը, որ ցավոք սրտի այս իրավական ակտի տուժածն է լինելու, տուժածն է համարվելու, անընդհատ փորձում է բանակցել, երկխոսել կառավարության, պաշտոնատար անձանց հետ, նաև տեղ հասցնելու եւ բարձրաձայնելու այն մտահոգությունները մեր, որ մեզ մոտ ողջամտորեն առաջացել են իրավական ակտի այդ նախագծի ծանոթացումից, իսկ ապա օրենքը ընդունելուց հետո գիտեք, որ այս տարվա հուլիսի 1-ից են նախատեսված փոփոխությունները, ինչը ենթադրում է, որ սկսած փոքր եւ միջին բիզնեսից վերջացրած իրավաբանական, փաստաբանական ծառայություններից հարկման դաշտում լինելու են փոփոխություններ, ծառայություններում լինելու են փոփոխություններ, դեռ չեմ խոսում այն մասին, որ բիզնես ոլորտում կազմակերպություններ, ընկերությունները պլանավորում են անում դեռ մի տարի առաջ սկսած, այսինքն այդ ամբողջ պլանավորումը նաև կախված այս գործընթացի հետ եւ վերել տարվա կես իրավական ակտ նոր մտցնել, որով հարկային բեռը ավելանում տնտեսվարողների որոշակի խումբ մասնագիտական անձանց վրա, դա իրականում անթույլատրելի է եւ ենթակա է քննադատության, այդ թվում մեր կողմից։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այս իրավական ակտը թվում է թե վերաբերվում է միայն որոշակի խումբ անձանց, հաշվաբաններ, իրավաբաններ, փաստաբաններ, բայց որ վերցնում եք ընդհանուր առմամբ սա լայն հանրությանն է ուղղված, որովհետեւ նույն փաստաբանի եւ իրավաբանի ծառայությունից օգտվում են հասարակության մի ստվար զանգված, ստացվում է, որ նաեւ իրենց վրա այս բեռը որոշակի առումով ավելանալու, որտեղ թանկանալու են ծառայությունները, ծառայությունների վճարը, դեռ էլ չեմ խոսում այն մասին, որ հարկման դաշտ է տարվում անվճար իրավաբանական խորհրդատվությունը, որը որոշակի խմբերի էր տրվում ելնելով իրենց սոցիալական եւ այլ հանգամանքներից պայմանավորված, ինչպես տեսնում եք, սա իրականում ոչ թե իրավաբանի, փաստաբանի կամ հաշվապահի խնդիր է, սա մի իրավական ակտ է, որի բացասական հետևանքները շատ լայն շերտերի վրա է տարածվելու։ Կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե այս փուլում կկասեցվի ակտի այսինքն ուժի մեջ չի մտնի հուլիսի 1-ից եւ գոնե տարվա սկզբով կնախատեսվի, այսինքն 6 ամիս ժամանակ տրվի, որպեսզի կարողանան պլանավորումներ անել, որպեսզի հասկանան, որոնք են դրա հետևանքները լինելու, այսինքն ամբողջ աշխատանքը պիտի վերանայվի եւ գոնե այս ամսով առնվազն 6 ամսով պետք է հետաձգվի ակտի ուժի մեջ մտնելը։